Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ, բարձրացել եմ մեր Քևեռի Սուրբ Խաչ սարը, մեր եկեղեցին ստեղ, բարդ կանգնած է, մեր քևեռցիները տեսնում եմ, կան շնորհքով տղերք են, որ լավ աշխատանքներ են տվել, պատվիրել, կատարել, Սուրբ Խաչը եկեղեցիներ, նվերներ, խաչքարեր, տարբեր տեսակի, տարբեր քարերի վրա կատարած մեծ աշխատանք են, իրենք Սուրբ Խաչին հալա լինի։ Մենք այսպես պետք է սիրենք, հարգենք մեր սրբությունը, մեր եկեղեցին։ Հիմա գտնվում եմ 3000 մետրից ավել բարձրության վրա, ասեմ, որ ամեն ինչի մեջ էլ պետք է լինի արդարություն, մաքրություն, բոլորով պետք է մենք պաշտպան լինենք մեր հայ մնալը, հայ լինելը, կապ չունի այսօր մենք ինչ թշնամիներով ենք շրջապատված, դարեդար էդի շարունակվել է, որ օսմանները մեզ ուզեցել են իրենց ճնշումով մեզ դարձնեն իսլամի գերի, բայց մենք մեր սրբությունը ու խաչը պահել ենք, այդպես էլ մեր հայ լինելը ապրել է դարեդար շարունակվում է, դրա համար մենք իրար հետ միասին պետք է միշտ պաշտպանենք մեր եկեղեցուն, մեր արժանապատվությունը աշխարհով պետք է մենք բարձր պահենք, որ չասեն Հայաստանը տարածքով փոքր է, Իրանից ինչ է ներկայացնում, մենք մեր ճանաչության համար մեծ զորուժ ենք աշխարհով ներկայացնում, որտեղ Թուրքի ապրողներ թափառաշրջիկ կյանքից հետո գաղթական կյանքը շարունակվել է, բայց շատ կուզենամ արդեն մենք գաղթության մասին չմտածենք, համախմբված հավաքենք իրար հետ միասին։ Ամենակարևորը, որ մենք մտածենք վաղվա մասին, ինչքան մենք պետք է ճիշտ մտածենք, որ կարողանանք մեր արժանապատվությունը բարձր պահենք ու ամենակարևորը սրբությունը մեր հայկական մեծ պատմությունը փոխանցենք մեր սիրունդներին։ Շատերը պատմությունը լավ չգիտեն ու երիտասարդներին է վերաբերում երկու խոսք, երիտասարդներ ջան, ձեզ ասեմ, որ իմանաք, շատ կարևոր է, որ դուք պատմության մեջ միշտ խորանաք ու որ այսօր մենք մնացել ենք որպես հայ, աշխարհի քարտեզից չենք վերացել, հենց մեր սրբությունը, քրիստոնեությունն է մեզ պահել, մեզ հարգելով աշխարհի տարբեր քրիստոնեական երկրներ, տարբեր մշակույթ ունեցող, ռելիգիաներ ունեցող տարբեր երկրներ, իրենք գիտեն հայը ով է, հայկական պատմությունը որտեղից է եկել, ինչքան ենք մենք չարչարվել
տառապել Օսմանների ձեռքը, այսօր էլ մենք ուզում ենք իրանց հետ հարևանություն անենք, բարեկամություն անենք, բայց եկեք չմոռանանք, որ այսօր մեր գերիներ իրենց բանդերում են, իրենք որ մտածում են մեր պետության հետ կարող են բարեկամություն անեն, հարևանություն անեն, այդ շատ լավ է, բայց պետք է սկսեն իրենք իրանցից։ Մենք մեր քայլերը բոլորը կատարել ենք։ Այսօր մեր իշխանությունը ուզում է խաղաղության պայմանագիր կնքի։ Այդ շատ լավ է, բայց մենք պետք է կնքենք ամենակարևորը արժանապատիվ խաղաղության պայմանագիր, որ վաղը մենք հպարտայենք աշխարհի բոլոր քաղաքներում ու հպարտ ասենք, որ մենք հայ ենք։ Այսօր ես հպարտանում եմ, որ Իրանի ժողովուրդը ոնց է պայքարում աշխարհի դեմ, իրենց ուզում են կապիտուլյացիայի ենթարկեն, չեն պարտվում, չեն ազնվում, ինչի համար պետք է ազնվեն, եթե իրենց տեր տիրականն են, իրանք իրանց ժողովրդավարությունն են անում, իրենց ռելիգիայով իրանք ավանդական ապրում են, ոչ մեկին չէ խանգարում, հրյաները այսօր դաժան քայլեր են կատարում աշխարհով մեկ, թե Գազայի հատվածում, ինչքան խաղաղ մարդկանց սպանեցին, պայթեցրեցին քաղաքներ, գյուղեր, հիմա էլ շարունակում են։ Մեկ ինչ պետք է մտածեն, որ դա անպատիժ չի մնում։ Կյանքը շարունակվում է, ոչ մի բան անպատիժ չի մնում։ Դրա համար մի քանի խոսքեր ես ասեմ, ինչ կատարվում է այսօր մեր Հայաստանում, քաղաքականությունը այսօր լարված է, ասեմ, որ Սամվել Կարապետյանի ձերբակալությունը անհասկանալի է իմ համար, ես ցանկանում եմ շուտ ազատվի դուրս գա, որտեղ իրան նման տղեկը իրավունք չունեն փակ դռների մեջ լինեն, որովհետև ինքը միշտ եղել է թասիբով հայրենասեր ու ցույց է տվել միշտ իրեն հայրենասիրությունը։ Ուրեմն ասեմ, որ ես իր ձայնագրության մեջ ոչ մի հեղափոխական իմաստ չեմ տեսել, որ այդ մարդը պատրաստվում է հեղափոխություն կատարել Հայաստանում, ինքը իրեն մտքի ասածն ասել է, թասիբով հայ է, միշտ հայության կողքը եղել է, թե Հայաստանում, թե Հայաստանից դուրս, ես լավ եմ ճանաչում Սամվել Կարապետյանի, Սարգիսի, պետք է ամեն ինչին ուշադիր լինենք, որտև այսօրվա իշխանությանն եմ դիմում, որ արդար մոտեն ամեն ինչին ու շուտ ազատության դռները բացի Կարապետյանի առջև, որովհետև ասեմ ձեզ, ես իմ կյանքում մեծ փորձ ունեմ ու այդ փորձությունով մեծ ձեռքբերումներ եմ ունեմ աշխարհի տարբեր տեղերից զանգարում են, ասում են, եթե ձեր մոտ մենք գանք ներդրումներ կատարենք արձագանքյան, մենք մեր եղած չեղածը չենք կորցնի, ես ասում եմ ոչ։ Կառավարությունը բիզնեսին չի կպնում, բայց եկեք հարգելի կառավարություն, բիզնեսմեններին մի նեղացրեք, մանավանդ խոշոր բիզնեսի դեր տիրականներին, որ իրենք միշտ ներդրումներ են կատարում ու բարեգործություններ են կատարում մեր հայրենիքում։ Ասեմ ձեզ, ես էլ հիմա խոշոր բանակցությունների մեջ եմ, ինչի համար եմ ասում խոշոր, որտեղ խոշոր ներդրողների հետ եմ
բանակցությունները, որ կան մեր հայրենիք ներդրումներ կատարեն։ Ներդրումներ կատարեն, աշխատատեղեր ստեղծեն, մեր պետական բյուջեն խոշորանա, ինչքան մենք կարողանանք օտար երկրան ներդրումներ բերենք մեր երկիր, այնքան կօգնենք մեր պետության։ Ես այս վերջի տարիներին, ճիշտ ասած, չեմ տեսնում խոշոր ներդրումներ օտար երկրյա մեր հայրենիքում։ Մենակ տեսնում եմ վարկեր, խոշոր վարկեր, պետական վարկեր, այս վարկերի պատասխանը վաղը պետք է մեր երեխաները տան։ Ես կուզենայի, որ շատ ուշադիր լինեն այս ամեն տնտեսական քայլերին, այսօրվա կառավարությունը, որը դժվարությամբ է այսօր բյուջեն կատարում, մեծ հնարավորություններ տան մեր փոքր բիզնեսին, խոշոր բիզնեսին ու անձնական ամբիցիաների մեջ չգնան։ Քաղաքականության հետ բիզնեսը կապ չունենա ոչ մի անգամ, ազատ լինի ու հպարտ կարողանանք մենք խոսենք մեր օտար երկրյա գործընկերների հետ։ Ինչի համար եմ ես ամեն ինչ ասում, որովհետև շատ զանգել եմ ստացել, այդ զանգերից հետո ես շատ մտածում եմ։ Մենք ոնց պետք է անենք, որ այս ամեն ինչը հաղթահարենք։ Սիրելի հայրենակիցներ, ես ուզում եմ մի քանի խոսքեր շարունակեմ այսօրվա իմ ուղիղ եթերը, ինչու համար եմ այս ամեն ինչ ասում եմ նրան համար, որ մենք ունենք Սփյուռքում շատ փորձառու հայրենակիցներ, որոնք աշխարհի տարբեր խոշոր երկրներում, տարբեր կառավարություններում իրենք գործում են տնտեսության մեջ մեծ դեր են կատարում տարբեր երկրներում։ Ես հիմա չեմ ուզում իրանց անուններով ասեմ, շատերս գիտենք, մասին ենք խոսում ու ճիշտ կլիներ այդ մարդկանց հետ հանդիպումներ անեին այսօրվա եկամուտից, կառավարությունից, տարբեր համար, որ ինչու համար եմ ասում, որովհետև պակասը կա դրա պակասը շատ մեծ է, փորձառու մարդկանց պակասը մեծ է, որովհետև եթե այսօր մեր կառավարությունը ամեն ինչի մեջ փորձառու լիներ իրենց գործով ու ուղիղ տաներ իրեն աշխատանքը, մեր քաղաքացիները արդեն շատերը դարձել են բոլորը քաղաքագետ, բոլորով զբաղվում քաղաքականությամբ, եթե ամեն ինչը տեղին լիներ, մարդիկ կզբաղվեին իրենց գործով։ Դրա համար եմ ես ասում, որ ուժեղ թիմ կառուցեն, տնտեսական ծանր իրավիճակի մեջ են գտնվում։ Այսօր Վրաստանը մեր հարևանը Ռուսաստանի պատվերով բոլոր բեռները կանգնեցնում է, ուզում է բաց է թողում, ում ուզում է ստուգում է տարբեր պատճառներով նորից թողում է Վրաստանի տարածքում մնա։ Ինչ ասեմ, մեր տնտեսությունը ասել ծանր իրավիճակի մեջ է, որովհետև շատ գործարարներ արդեն ինձ դիմել են, ժողովուրդ ջան, պարոն Արձականցյան, մի բան արեք, մի բանով օգնեք, որովհետև այսպես չի կարող շարունակվի, մարդիկ խոշոր ներդրումներ են կատարել, իրենք սապրանքները արտադրել են, մինչև հիմա Վրաստանում հարյուրավոր մեքենաներ կանգնած են։ Վրաստանը մենակ տրանզիտ
գիծ է եղել մեր բեռնատարների համար։ Այսօր մեր բեռները ստուգողն է դարձել, մեր ապրանքների որակը որոշողն է դարձել։ Այս նույնպես կառավարության աշխատանքի պակասն է։ Մեծ պակաս ունենք մենք այսօր գործերի, որ այսօր այսպիսի խոչընդոտներ առաջացան։ Ժողովուրդ ջան, գրում եք քամիա, գիտեմ որ քամիա, որտեղ սարի գլխից եմ խոսում, Սուրբ տեղից եմ խոսում, Սուրբ Խաչի եկեղեցուց։ Հիմա ինչ ասեմ, սրտից եղածն եմ ասում, որտեղ այսօր ես սրտանց ցավում եմ ինչ կատարվում է։ Ուզում եմ ամեն ինչի մեջ արդարություն լինի, որ մենք կարողանանք հաղթանակենք ամեն ճգնաժամը։ Դրա համար հույսերս չկորցնենք, հույսով եմ տրանսպորտի նախարարությունը, էկոնոմիկայի նախարարությունը հաստատ կլսեն մեր խոսքերը, մեկ քիչ ուշադրություն գոնե դարձնեն, որ կարողանան մեր գործարարների կողքը կանգնեն։ Այս հենց անտարբերությունը մենակ տանում է մեծ կորուստների։ Ասեմ, որ իմանաք, ձեր կաբինետներում նստած ձեզ լավ եք զգում ու չեք պատկերացնում ինչքան մեծ կորուստներ են մարդիկ այսօր ունենում։ Հայաստանի բանկերն էլ դրանից օգտվում են։ Տոկոսով գումարները տվել են, ապրանքներ ինչքան հուշ վաճառեն բերեն իրենց վարկերը մարեն, այնքան շատ տոկոսներ կմուծեն ու տուգանքներ կմուծեն Հայաստանի բանկերին։ Ինչ ասեմ, բանկերը միշտ առջևում են։ Ու այսօրվա կառավարությանը կուզենայի ասեի, որ կենտրոնական բանկի հետ լուրջ հանդիպումներ անեն, որ վարկերի տոկոսները կարողանան մի քիչ ցածրացնեն, որտեղ կորուստները շատ մեծ է։ Այսօր կորուստները շատ մեծ է, մանավանդ արտանողների համար, որ ապրանքները կանգնած են Վրաստանի տարածքում, բայց չեն թողնում։ Ամիսներով տնտեսական ճգնաժամ է կատարվում։ Եթե Ռուսաստանն է մեղավոր, թող Ռուսաստանի հետ բանակցեն։ Ինադանելու բան չկա, պետք է բանակցեն, գիշեր ցերեկ պետք է բանակցեն, արտադրողի կողքը կանգնեն։ Պետք է արտադրողի կողքը կանգնեն, պաշտպանեն։ Սաակաշվիլիի ժամանակ ես լավ եմ հիշում, որ Ռուսաստանի շուկան փակեցին խմիչքների, գինիների, իրանք գինի արտադրող խոշոր երկիր են Վրաստանը։ Սաակաշվիլին իրեն նախագահական ինքնաթիռով գործարարներին հավաքեց, հրավիրեց, գնացին Եվրոպայի տարբեր երկրներ, բանակցության, Չինաստան, տարբեր երկրներ, կանգնավ իրենց գործարարների կողքը ու պաշտպանեց ու շուկա ստեղծեց այսօր վրացիները խոշոր արտանումներ են կատարում ու այսօր աշխարհի մակարդակով մեծ արտանող գինիներ արտանող երկիր են։ Ես մի օր չտեսա մեր կառավարությունը հրավիրեր բոլոր գործարարներին, ասեր ինչով կարանք ձեր կողքը լինենք։ Հերթական ժողովներ եղերա, ձևական, պրոստը մի բան եմ զարմանում, էլի ասեմ, եթե այս ճգնաժամը կա, մենք էլ ասում ենք եվրոինտեգրացիա են գնում, բայց ինչի հետ եք փոխարինում ռուսական շուկան։ Հիմա խոսամ ռուսական շուկայից կասեք ռուսամետ ենք։ Ես հայամետ եմ։ Որ ասեմ, ես հայ եմ, պաշտպանում եմ իմ Հայաստանը, բայց մենք սովետական միության մեջ մեծացած ժողովուրդ ենք ու մեր մեծ շուկան այսօր եկեք մեզի չխափենք, էլի չստենք, ասեմ, լավ կուլտուրական ասեմ։ Հա, Ռուսաստանն է։ 87%-ից ավել, 6 միլիարդից ավել առևտուր մենք կարողանանք կատարենք դրանից էլ ավել Ռուսաստանի հետ։ Դու պատկերացրեք։
մեզ Եվրոպայի մեր ապրանքները Եվրոպային պետք չի։ Եթե եվրոինտեգրացիան ենք, իրանք վարկեր կտանք, ասեն ես վարկերը տալիս ենք, տնտեսությունն էլ քանդում ենք, դու կարող եք մեր ապրանքները վարկեր վերցնեք ու գնեք։ Նույնպես կատարվավ Բուլղարիայում։ Հիմա բուլղարական բոլոր գործընկերներն են ասում են, մեր այգիները քանդեցին, գյուղատնտեսությունը լրիվ ոչնչացրեցին, այժմ վարկեր են տալիս, ասում են օգտվեք մեր ապրանքներից։ Հենց Բուլղարիայի գործարարները։ Դրա համար մեր հողը ջուրը, որ տեսնում եմ, ամեն ինչից հարուստ ու լավ, մենք այնքան կարանք ստեղ զարգացնենք մեր բիզնեսը, թե գյուղատնտեսության ոլորտով։ Չմոռանամ ասեմ, գյուղատնտեսության նախարարությունը պետք է վերականգնվի։ Ինչ ձև ուզում եք արեք, վերականգնեք ու ժամանակակից գիր գրակարությունը, որ այսօր զարգացնում է տարբեր էտապներով գյուղատնտեսությունը ու վերապատրաստման անպայման ուղարկեք գյուղնախարարության աշխատողներին։ Բաժանմունք է, բաժին է, չգիտեմ ինչ է, հիմա ոնց է կոչվում, հա։ Վերապատրաստման, որ կարողանանք մենք այս հարուստ հողի վրա, այս լավ արևի տակ, մենք ավելի լավ բերք բարիք ստանանք։ Նոր տեխնոլոգիաներ բերեք, տվեք մեր գյուղացիներին, գյուղատնտեսությունով զբաղվողներին, թող զբաղվեն։ Դրանով մենք կարանք տնտեսությունը զարգացնենք։ Այսօր մենք կարողանում ենք մենակ հպարտանանք մեր բնության բերք բարիքով։ Ինչ ունենք, ոչ նեֆտ, ոչ գազ, ապարներն էլ են կամ չեն, տարբեր մետաղներ, որ կարողանանք դրանով տնտեսություն պահենք։ Հա, որոշ չափով կա, աշխատանք գնում է։ Սիրելի հայրենակիցներ, այս ամեն ինչ ասում եմ նրա համար, որտեղ ես մտահոգված եմ, տանջվում եմ, մտածում եմ վաղվա մասին։ Մենք մոռացել ենք մեկս մեկին սիրենք, հարգենք։ Այդ ամեն ինչով մենք կարանք հաջողության հասնենք։ Այդ ամեն ինչով, այդ ամեն ինչ մեջ մտնում է սերը, հարգանքը, որ ասում եմ, շատ կարևոր է։ Ատելությունը մոռացեք, չարությունը մոռացեք, այդ ֆեյքերը մոռացեք, այդ ֆեյքերի տակ մի մնացեք, կմնաք դրանց տակը, դրա տակից չեք կարա դուրս գաք։ Ինչու համար եմ ասում, որովհետև այդ կեղծ ֆեյքերով դուք տանում եք ամեն ինչ, ասեմ ձեզ, պարտության, այն խելոք մտածող մարդը չգիտի ֆեյքը ինչա, կարդում է ու հավատում է, լավ բաներ գրեք, որ լավ բաներ ստանաք, ու լավ քնեք արթնանաք, վատ տրամադրությունով դուք չեք կարող լավ կյանք վայելեք, հավատացեք, բարիությունը միշտ հաղթում է, ու արդարությունը, ինչ ասեմ, բոլորիս լավ շաբաթօր եմ ցանկանում, ուրախ տրամադրություն, խաղաղություն, լավ լինեք ժողովուրդ ջան։ Ուժը հայրենանց ժողովուրդ, ուժը հայրենանց կուսակցությունը իմ գլխավորությամբ ձեր կողքին է, լավ լինեք, ամենայն բարիք։